Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Վիլսոնին իրավարար վճիռը ներկա խաղաղությունն է, հիշողության պարտքը Արևմտյան Հայաստանը դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Լիդիա Մարկոսյանին շնորհավորական ուղերձը Արմենակ Աբրահամյանին։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունում իլալն արտահերթ նախագահական ընտրություն է։ Արևմտյան Հայաստանը պատվիրակության այցը եռաբլուր հարգանքի տուրք ազգային նահատակներին։ Նորընտիր նախագահ Արմենակ Աբրահամյանը փոխանցալ է հայոց իշխանի շղթան Վազգեն Սիսլեյանին, Ազեզեն Ամերիկա Զարմինե Պողոսյանի ոգեշնչող ուղին, Արցախա տատիկ պապիկը վանդալիզմի է ենթարկվել, Նախիջևանը պանթուրքական քաղաքականության կիզակետում Աշոտ Հարությունյան։ Վիլսոնի իրավարար վճիռը ներկա խաղաղությունն է, հիշողության պարտքը Արևմտյան Հայաստանը դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մի դար անց Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը դիվանագիտական հիշեցում է հղում Դոնալդ Թրամփին հիշեցնելի հետի Ամերիկայի պատմական ու իրավական պատասխանատվությունը հայկական պետության ճանաչման ու հետ օսմանյան արդարության հարցում։ Արմենակ Աբրահամյանի կողմից Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Կարին Էրզրում 22 նոյեմբեր 2025 թիվ Մեկ դար մոռացում ու հիշեցման Միքայել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից 105 տարի անց Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը դիվանագիտական հիշատակագիր է ներկայացնում Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնել հետի Ամերիկայի հիմնադիր դերը ժամանակակից միջազգային իրավունքի ձևավորման ու հայկական պետության ճանաչման գործընթացներում։ Փաստաթուղթը ստորագրված Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահի կողմից հիմնված Ամերիկայի կառավարությանը կոնգրեսի 1920 թվի պաշտոնական ակտերին իրան հաճախ անտեսված, բայց իրավական առումով հսկայական նշանակությամբ։ Հայաստանը դե յուրե ճանաչում Վաշինգտոնի կողմից Սենատի S.R.S. 359 բանաձևը Վիլսոնի իրավարար վճիռը անկախ Հայաստանը օրինական սահմանների որոշմամբ։ Վիլսոնի պահը վերամերիկան գծել Իսրայել արդարության սահմանեն առաջին աշխարհամարտից հետո Ամերիկան հալամ մեկուսացած երկիր չլար։ Նախագահ Վուդրո Վիլսոնը իրան 14 կետերի գաղափարով հանդես ելկելիս որպես աշխարհի բարոյական արբիտր։ Իր նախաձեռնությունով Սևրի դաշնագրի 89-րդ հոդվածի հիման վրա ինքը համաձայնալավ սահմանազատ է Թուրքիա-Հայաստան սահմանը 1920 թվականի նոյեմբերի 22-ին Վիլսոնը հրապարակել է իրավարար վճիռ վերավ Հայաստանին տրվալ Ընկարինա, Էրզրումա, Բիթլիսիվանի վիլայեթներն ու Տրապիզոնի մի մասը ապահովելով Եղբիդա Սևծովը։ Պարոն Արմենակ Աբրահամյանի նյութն ամբողջությամբ կարդացիք Western Amnesty TV-ի սայտում։ Նոյեմբերի 22-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության խորհրդարանի պատգամավորն է մեծամասնության քվեով ընտրալն Հանրապետության թայզանախագահին վերի մաղթումում լիարժեք հաջողություն իրան պատասխանատու ծառայության մեջին։ Պարոն Արմենակ Աբրահամյանը անփոխարինելի կերպար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործընթացում ինքը հանդիսանում է հայկական ազգային վերաշինության նախաձեռնության հեղինակներից մինը սկսած 2004 թվականից վեր Շուշիում ընդունվել Արևմտյան Հայաստանը հայր ինքնորոշման իրավունքի հռչակը։ Ինքը նաև վճռորոշ դեր ունեցալ 1990-ականին Արցախ ազատագրված տարածքների պաշտպանության ու ազատագրման գործումը շատ կարևոր հարցերում հատկապես հայ բնակչության իրան բնորան վերադարձի իրավունքի առումով պարոն Արմենակ Աբրահամյանը մշտապես գտնվել է բեռվի շարքերում։ Իրան ջանքերով հայկական ժողովուրդը միջազգային հարթակներում ճանաչման ստացալ հիմնարար դրույթների շուրջ է թվում բնիկության կարգավիճակի վերաբերյալ վերը հաստատվել է ոչ միայն պետությունների, այլև միջազգային հանրության կողմից։ Միջազգային իրավունքի փորձագետիներով պարոն Արմենակ Աբրահամյանը կրեցալ վերականգնել ճշմարտությունը միջազգային ասպարեզ բերի բնիկ հայ ժողովրդի միջազգային իրավունքը հանդիսացող սաղ դրույթներն ընդգծելով Արևմտյան Հայաստան Հանրապետության շարունակական օրինական գոյությունը սկսած իրան 1920 թվականի ճանաչումից։ 2025 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը անցկացրել արտահերթ նախագահական ընտրությունն է։ Նիստը սկսալ է ժամը 12:30-ին ու պրծալ ժամը 3-ին։ Ընտրված 64 պատգամավորներից նիստին ֆիզիկապես ներկանել 18 լիազորագրերով 24-ը, իսկ Zoom հարթակով 5 պատգամավոր։ Ընդհանուր մասնակցությունը կազմել է 47 պատգամավոր, 14 պատգամավոր որևիցե ձևով պատասխանալ չնոտություն մնացալ ընտրության ընթացակարգերան։ Սահմանադրությամբ ամրագրված ուժի մեջ մտնող շեմը 66%-ն է։ Հաշվարկի այս փուլում քվեարկությանը ենթակայել 50 պատգամավորական մանդատ։ Արդյունքում ձայների մեծամասնությունով 90 ավելի տոկոսով Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահավեր ընտրվել պարոն Արմենակ Աբրահամյանը։ Արժանապատիվ արարողությունը սկսվել Արևմտյան Հայաստանը Հանրապետության օրհներգավ, հետո ցուցադրվել պատգամավորների հավաքագրման տեսանյութը։ Նյութն ամբողջությամբ կարդացիք Western Amnesty TV-ի սայտում։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը միլիաց նախագահական ընտրությունների ետը թայզանախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կեցալ եռաբլուր զինվորական պանթեոն խոնարհվելի հայրենիքի հետի իրանց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի ռճի։
Ցրտաշունչ նոյեմբերյան օրը եռաբլուրի լռությունը կարծես ավելի խորն այլալ, քան երբևէ զբոսուղիներով անցնող պատվիրակության քայլերը միախառնվել իսնել անշարժ դրված ծաղկեփնջերի հոգեթո բույրին։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը տենելով ծաղիկնի անմահերոսների շիրիմներին նշալ Արևմտյան Հայաստանապետականության հիմքը բերվի հերթին գրված է իրանց արյունով վերապրալու ընկալուն հայրենիքի ազատության հետի։ Պատվիրակության անդամներին կանգն առալ նաև Արցախյան պատերազմների ու անվտանգության պաշտպանության ընթացքում անմահացած զինվորների հիշատակերչին գծելավեր Լյուբոյ ստազգի ցավնա, բայց նաև իրան տոկունության խորհրդանիշը։ Մեր ազգային պայքարի շարունակությունը հնարավոր ամենակ այն դեպքում վերգիտակցում թահյուր կյանքի գնահապահվալ մեր պետականությունը։ Այս այցելությունը համ հիշատակի արարողություն է, համ էլ երթում պահպանելի նրանց թողած հայրենիքն է արժանապատվությունը, նշալ պատվիրակության ղեկավար կազմը։ Այցը եզրափակվալ է հայոց բանակի ու հայրենիքի պաշտպանների անշեջ հիշատակը հավերժացնելի հավատով խորհրդանշել ազգային միասնության, պարտաճանաչության ու պատմական պատասխանատվության թեզը էջ։ Նոյեմբերի 22-ին ելած ընտրությունների արդյունքում նորընտիր նախագահ Արմենակ Աբրահամյանը պաշտոնական արարողության վախտը հայոց իշխանի շղթան փոխանցել Ասալայի անդամ Վան գործողության ղեկավար Վազգեն Սիսլեյանին։ Վազգեն Սիսլեյանը ՄԽԼ հետ ընդգծալ ավեր Ասալայի առաքելությունը մենակ հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ջնյան չմիջիլել, այլ նաև Արևմտյան Հայաստանավերադարձի հետի պայքարը։ Իրանցել ավա հայ գաղափարախոսությունը իրելա շարժման հիմնակարը ու սորել շարունակում ամենալ ազգային ռազմավարական նպատակներից մինը։ Թեքեամշակութային միության նախաձեռնությունով Երևանում ներկայացվել Արևմտյան Հայաստանազավակ ճանաչված մանկավարժ ու մշակութային գործիչ Զարմինե Պողոսյանի Ազեզեն Ամերիկա գիրքը։ Սիրիայի Ազեզ գյուղաքաղաքում ծնված ու մանկավարժական երկարամյա ճանապարհ անցած հեղինակը այս գրքում միավորում է իրան կյանքի գլխավոր պահերը Ազեզից Հալեբ, Հալեբից մինչև Ամերիկայի հայ համայնքն է։ Գիրքում տեղգտած խորագրությունն, հոդվածներն ու բանաստեղծությունն 1960-ականներից մինչև մեր օրերը պատմում են հայապահպան աշխատանքի, մանկավարժության, առաքելության, սփյուռքի ընտանեկան ու գրամշակութային կյանքի մասին։ Զարմինե Պողոսյանի գրիչը անկեղծ է լեցուն հիշողությունները, մարդկանց ու միջավայրերի նկարագրությունները վեր ձևավորալն իրան գործը ու իրան դեպի կրթություն ու հայկական արժեքների պահպանում տանող ճանապարհը։ Շնորհանդեսին ներկայանալ ՄԽԼ կրթական ու մշակութային գործիչները գիրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանը ընդգծալա Զարմինե Պողոսյանը սփյուռքյան կրթական ոլորտի հայտնի ու սիրված անուն է, իսկ իրեն գիրքը ուսանելի ոգեշնչող թա երիտասարդ մանկավարժների թա ընթերցողներին հետի։ Գիրող ու գրականագետ Երևան Դազատյանը խոստովան ալավեր հեղինակի գրիչը դիպուկա ու անսահման, իսկ իրան գործը ազգային ոգին օտար ափերում պահպանելի իրական պայքարը։ Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը գնահատալա Զարմինե Պողոսյանի մզնվիրումը հայ մանկավարժի դժվարին, բայց պատվավոր առաքելությանը։ Ինքը Զարմինե Պողոսյանը շնորհակալությամբ նշալ ավեր սփյուռքահայ ուսուցչի գործը ոչ միայն մասնագիտություն, այլ պարտք պահել հայկականը, փոխանցել լեզուն ու ինքնությունը, զորացած ճյուղերի երայլ կանաչ հույս կարե աճը, եթե հավատացողներ կան, ասալա գիրքի հեղինակը հույս կապելով թեզա սերինդի երիտասարդ մանկավարժների հետ։ Արցախը խորհրդանիշ մունքնք մեր սարերը տատիկ պապիկ հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել ադրբեջանցուց կողմից սոցցանցերում տարածվան թեզատեսանյութեր ու լուսանկարներ վեր նշան Ցնտամարձանի Իրան ադրբեջաներեն գրառումներ ու փորագրումներ։ Այս հուշարձանը տեղադրվել է 1967 թվականի Ստեփանակերտի մուտքի կողքին ու խորհրդանշում Արցախյան ժողովրդի ու հողի միջև կապը։ Հեղինակը Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը Յուրի Հակոբյանը արձանը պատկերում ավանդական տարազավ տարեցամուսիների ուսուսի կաղնած ու հպարտ հայացքավը։ Բաքվի Պաշտոնյանն է ՄԽԼ հետ հանդեսին եկալ արձանը քնդել առաջարկավ հայտարարել ավեր հայկական անջատողականության խորհրդանիշը։ Մինչդեռ միջազգային դատարանն Ադրբեջանին պարտադրել են պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, բայց Բաքուն շարունակում է վտանգել Արցախահայկական հուշարձանն։ 1905 թվականի Կովկասյան հայ-թաթարական բախումներն Նախիջևանում ծրագրավորված հարձակումներն էլ, որոնց նպատակն էր վերացնել տարածաշրջանի հայ բնակչությունը ու տարածքը ենթարկել թուրքական վերահսկողության։ Մայիսի 12-ից 15-ին սպանվալա շուրջ 400 հայ, ավիրվան 19 շեներ, 2240 տոն ու խանութ, բղծվան 20 եկեղեցիներ։ Կողմնորոշումը ազգային կրոնական ու մշակութային զանազան հուշարձանների ոչնչացման միջոցով համապատասխան է միջազգային իրավունքի դասակարգմանը որպես ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործություն։ Նախճեվանադեպքերը նախանշալ են պանթուրքական քաղաքականության ու հետագա 1915 թվականի հայերի ցեղասպանության բերվի փորձարկումը։ Սիրելի հայրենակիցներ, սորվետ այսքան ենք պատրաստած, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։